Որ ձեզ խաղերից մի քիչ կտրենք, ձեզ շատ չեք նեղանա մեզանից։ Չէ, ինչ պետք է նեղանա։ Լեոն Պետրոսյանի Պետրոսյանի կուսակցության, ու ասեմ մեխը մեր նախընտրական ծրագրի դա Իրանի հետ երկաթուղու կառուցումն է, որը Գագարինից պետք է գա Զանգեզուրով դեպի մեր սերունդը դրան չի հասցել։ Դա 5-ից 7 տարվա մեջ կարելի է կառուցել։ Փաշինյանը 2019 թվին տարավ մեզ դեպի պատերազմ։ Իր առաջ դրել էին պլան, ասել էին 5 շրջանը պիտի տաս, Ղարաբաղը Լաչինով, Քերբաջարով պահես։ Ինքը ասաց չէ, գնաց Ստեփանակերտ մտավ, ասաց Արցախը Հայաստանը է վերջ։ Ո՞նց է Լեոն Պետրոսյանը ուշում ո՞նց է։ Լավ է, քո այքո նման մոտավորապես։ Դուք քաղաքացի եք։ Քաղաքացի։ Ուղղակի ուշ եք դիմել, արդեն տեսեք կարող է պոտենցիալ ընտրող կորցրինք էլի։ Երկաթուղու կառուցման այդ նախագիծը ունենք, որ Գագարինից Զանգեզուրով գա, Մեղրիով դեպի Ագարակ ու արդեն գնա դեպի Իրան, որը մենք համարում ենք, որ սոցիալ-տնտեսական զարգացման լավ գործիք պիտի դառնա։ Երկաթուղի։ Այսինքն դու ստեղ կարողանալու ես պոեզ նստես գնաս Երևան կամ կարողանալու ես ապրանքը տանես Երևան։ Երևանը կապում ենք երկաթուղով Սյունիքով, Մեղրի Ագարակ ու դեպի Իրան։ Գիծ չկա, ո՞նց է։ Ընդեղից էլ հետո Թաբրիզ դեպի կամ ասենք պրի այն ափով գնաս դեպի Ջուլֆա ու տենց մտնես։ Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի վարչապետ։ Շատ ուրախ եմ փոխադարձ։ Դե ծանոթացեք մեր ծրագրի հետ։ Մեխը հենց Ագարակով երկաթուղու կառուցումն է դեպի Իրան։ Ես կարծում եմ Ագարակը կդառնա շատ լուրջ կենտրոն, եթե ծրագիրը իրականացվի։ Նաև մենք դրանը դրել ենք խաղաղության երկաթուղի, որտեղ դա նաև երաշխիք է դառնում խաղաղության եւ որ Ադրբեջանը մեր վրա չի կարող արդեն ճնշումներ գործադրել, էլի։ Այսինքն Ագարակը պիտի դառնա դարպաս այդ երկաթուղու դեպի Իրան։ Մեղրի Ագարակ ու հետո դեպի Իրան։ Ու սա շատ կարևոր բան է եւ խաղաղության համար եւ տնտեսական զարգացման համար։